Տեղի ունեցածը արդեն 2018-ից գնահատականը տրված է, Հայաստանը գտնվում է օկուպացիայի մեջ, անլեգալ իշխանություն է, որը զավթել է իշխանությունը ժողովրդից, խնդրակերծարարությամբ, ձայնադողությամբ, էթնիկ զտման, Արցախում ցեղասպանության հանցակցությամբ, ինչպես նաև սահմանադրական կարգը մի քանի անգամ տապալելով, այսինքն մեր տարածքները, Գորիսկապան ճանապարհը, Տավուշի տարածքները առանց մեր զգուշացնելու, հանձնելով, ինչպես նաև եկեղեցու վրա սահմանադրության 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածը ոտնահարելով։ Այսինքն մենք գործում ենք մաֆիայի ահաբեկչության դեմ, պայքարի մեջ ենք, ու այս գործը հատկապես հատկանշական է նրանով, որ անմեղավորության այս նյութը շատ ավելի ընդգծում հենց այս մարդու նկատմամբ, որ կրկին բռնել է, սրանց որ բանը չէ, նորից չեն բռնում են կրկին։ Նայեք, Ավետիք Չալաբյանը մի անգամ արդեն 2022 թվականին գլխին գործում է սարքել և ազատազրկել է։ Այդ ազատազրկելու ժամանակ մի քանի ամիս ինքը մնաց ազատազրկված։ Հետո դատարանի դահլիճից իրեն բաց թողեցին, արդարացրեցին, ասեցին դե այդ օրենքը, չգիտեմ, բան Վենետիկի հանձնաժողովն էր գնահատական տվել այդ օրենքին, որ համապատասխան չի բան նորմալությանը ու բաց թողեցին։ Հիմա փաստորեն այդ մարդը իր կյանքի մի քանի ամսից զրկվել է։ Ո՞վ է պատասխան տալու այդ մարդուն ապօրինի իր կյանքից ազատազրկելու համար։ Արտաբյուջետային թոշակ են բարձրացնում, արտաբյուջետային առողջապահական հարցեր են լուծում, ապահովվածություն են անում, որպես ընտրակաշառք ընտրություններից առաջ։ Իսկ այս մարդկանց, այս տարիների, 8 տարիների արդեն, քաղ հալածյալներին, քաղ բանտարկյալներին, այդ կյանքի կորուստներով է փոխհատուցել։ Մենակ Ավետիք Չալաբյանի մասին չի խոսքը։ Արմեն Աշոտյանը ևս կրկնակի բան չէ, կալանավորված է։ Հիմա այս անմեղավորսը դադարեցնելու համար երկու տարբերակ կա, օրինակ Ստալինյան ժամանակաշրջանում Ստալինը իր կյանքից հեռացավ, Խրուշչովը եկավ, ձնհալը սկսվեց, այնտեղ մեղավորների պատժեցին այդ 37 թվի բռնաճնշումների համար եւ 37 թվի մարդկանց արդարացրեցին։ Մյուս ճանապարհը հեղափոխությունն է։ Եթե ժողովրդից վերցրել են իշխանությունը, չի սահմանադրության երկրորդ հոդվածը, տեսանք ոնց ձայները գողացան իրանց բանով, կենտրոնական ընտրականով եւ այլն։ Ուրեմն պետք է ժողովրդին վերադարձնել իշխանությունը։ Ժողովուրդը պետք է վերադարձնի իշխանությունը։ Պաշտոնյանը նշում է, եթե ձայները գողացված են, կեղծված են, ժողովուրդը կարող է դարձնել։ Նախ եւ առաջ ինքը պարտավոր է իր թաթիկները կտրի, որովհետեւ ինքը ասել է, դա կա արձանագրված, որ եթե ես ձայն գողանամ, թաթիկներս կտրել եմ։ Երբ որ ինքը իր թաթիկները կտրի, այդ ժամանակ ժողովրդի որոշելի երբ է իր իշխանությունը վերադարձնել։ Քանի որ մենք գործ ունենք մաֆիայի հետ, ահաբեկչական խմբավորման, ժողովուրդը պետք է իմաստուն լինի, հասկանալու համար, թե երբ պետք է վերադարձնի ինքնին իշխանություն, բայց կրկնում եմ, այս պահին նախ եւ առաջ ժողովուրդը սպասում է, որ իրենք իրենց խոստումը կատարեն, կտրեն իրենց թաթիկները, ինչպես խոստացել են, եթե պետք է բարոյական աջակցություն դրա համար կցուցաբերվի ժողովրդի կողմից, դրանից հետո արդեն ժողովուրդը կսկսի իր բանը վերականգնել։ Իսկ թե ինչպես պետք է դա տեղի ունենա, կարող եք նայել Նիկոլ Փաշինյան գործչի Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցը, թե նա սենց դասագրքային բացատրում է, թե ինչպես է պետք ինչ է պետք անել, որպեսզի ժողովուրդը վերադարձնի իրեն իր իշխանությունը։ Տրամաբանությունը կամ բացատրությունը նշում եք, որ ապահովագրությունը, թոշակների բացատրությունը դա ընտրակաշառք։ Իրենք ասում են դա ոչ թե ընտրակաշառք, այլ դրաններ է, որոնք մենք իրականացնում ենք մենք ոչ թե հարկադրել ենք, որ դրա դիմաց դիմացեք մեզ ձայն տվեք, այլ բաղացում մենք իրականացնում ենք դրա դիմա, եթե ընտրողը որոշի, որ մեզ դրա համար պետք է ձայն տա, ինչպես են դուք հաշ վճարում եք, ճիշտ է։ Դուք ժողովրդի մաս եք, որ իշխանությունը պատկանում է ձեզ։ Մենք բոլորս այստեղ, դուք, ես, մեր օպերատորները կանգնած մարդիկ, այստեղ ովքեր եկել են աջակցելու։ Հայաստանի Հանրապետություն երկրորդ հոդվածը սահմանում է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ իշխանությունը իրացնելու համար նա ազատ ընտրությունների հանրաքվեի միջոցով իրացնում է իշխանությունը։ Հիմա դրա համար ժողովուրդը ընտրել է խորհրդարան։
Այդ խորհրդարանը իր մեջից ընտրում է վարչապետ։ Վարչապետը ստեղծում է կառավարություն։ Կառավարությունը ամեն տարի բերում է բյուջեի ծրագիրը, ցույց է տալիս խորհրդարանին, ովքեր ուղարկվել են ժողովրդի կողմից ազգանաժողով, եւ խորհրդարանը նայում է այդ բյուջեի ծրագիրը, հասկանում է, թե ժողովուրդը այնտեղ ուղարկածները ինչ հարկ պետք է վճարել ինչ ծրագրերի համար եւ հաստատում է։ Այստեղ իրականանում է ժողովրդի իշխանությունը, չէ՞։ Մենք հաստատեցինք։ Հիմա երբ որ դու արդեն բյուջեն հաստատել ես ու ընտրություններից մի քանի ամիս առաջ արտաբյուջետային հարցեր ես լուծում առանց ինձ ձեզ ոչ մեկին չի ասել դրա մասին, չէ՞։ Չի ասել մենք ձեր հարկերից վերցնելու ենք 10,000 դրամ ավելացնել հաշվարկներին կամ առողջապահության համար ավելացնել։ Մեզ ոչ մեկ դրա մասին չի ասել։ Դե մաֆիան առհասարակ երբ որ բաց քարտերով է խաղում, ակնհայտ է ինչ է անում։ Դա հարցի մյուս կողմն է։ Բայց մենք խոսում ենք իրավական պետությունից, քանի որ ըստ մեր սահմանադրության Հայաստանը նաև իրավական պետություն։ Հիմա մեզ չեն ասել, որ ձեր հարկը օգտագործելու ենք այս հարցի շուրջ, դա հաստատված չի եղել։ Արտաբյուջետային ապօրինություն են իրականացել, հասկանում եք։ Դրա համար է, որ այս իշխանությունը առհասարակ մեր, ձեր, այս բոլորիս կյանքը կառավարելու իրավասություն չունի, որտեղ ինքը թռնում է մեր գլխից։ Ինքը սահմանադրության երկրորդ հոդվածի վրայով թռնելով համ տարածքներն է հասնում, համ ձայներն է գողանում, համ արտաբյուջետային ծրագրերն անում, որ վերարտադրի իր իշխանությունը։ Համեն ասենք ԱԱԾ-ից կարած գնաս փաստորեն կարաք դուք այսօր գնաք օդանավակայան, ԱԱԾ-ն ձեր բանը ձայնագրություններ, տեսագրությունները տարածի, ու տենց մի հատ ինչ-որ մաֆիայի պարագլուխ դուրս գա ասի ԱԱԾ-ն ինչ կուզի կտարածի։ Բայց մի չհասկացա, բանձի անձեռնմխելիությունը, ուսում սահմանադրության վրա են ընդհանրապես իշխանության, թե հայկական ժամանակ թերթի։ Հայկական ժամանակ թերթի։ Անձնցից մեկը հրապարակել էր նաև Նավեկ Վիկտորյանի լուսանկարը ընդհանրապես, այո, որը հայկական ժամանակն է նկարագրել։ Եթե օրինակ դա ստանար իր արժանի պատիժը, հա, հրապարակողը այդպիսի վիճակում սա կլինի։ Ոչ, իհարկե չէ լինի, ընդհանրապես այս բռնապետական եւ ահաբեկչական տրամաբանությունը այդպես է աշխատում։ Ինքը ինչքան հանցանք անում է եւ այդ հանցանքի համար չի պատժվում, այնքան շարունակում է իր հանցանքը։ Շատ հեռու չգնանք։ Վերցնենք Օսմանյան կայսրությունը, որտեղ մեր 2 միլիոն հայերին կոտորեցին, բազմամիլիոնանոց սփյուռք ստեղծեցին եւ այլն։ Տարիներ շարունակ մենք պայքարում ենք ցեղասպանության ճանաչման համար։ Նրանք շղթում են։ Հիմա բերել են մեկին, ով ասենք իմ պապուն, իմ մեծ պապիս հորը, որին գլխի վրա վառել են, սրանք ասում են ինքն է մեղավոր, որ գլխի վրա վառել են։ Կամ ասենք Պողոս Զենյանը, որ մեծ տատուս ամուսինն է, դպրոցում աշակերտների հետ վառել են, սրանք եկել են ասում են, որ այդ աշակերտներն ու բանն է, Պողոս Զենյանը, չմշկացակի դպրոցի տնօրենն է։ Իրանք են մեղավոր։ Էսա հասկանեք, երբ որ չի պատժվում հանցագործը, նա շրջում է փողոցներով։ Մեր խնդիրն այն է, որ նա ոչ թե հիմա շրջում է փողոցներով, այլ զբաղեցնում է մեր կառավարությունը, մեր կառավարության շենքերը։ Ստեղծեն երկու ճանապարհ նշեցիք, որոնցից մեկը բնական, կենսաբանական, որը ժողովուրդը պետք է իրականացնի։ այո, ժողովրդի ով պետք է մի տեղ հավաքելով, պետք է հանի փողոցով, պետք է ասի, թե այս քայլից հետո որ քայլը պետք է իրականացնի։ Ի վերջո որևէ մեկը պետք է առաջնորդի։ Այո, իհարկե, եւ առհասարակ հեղափոխությունները հենց այդպես էլ լինում են։ Ինքը դուրս է գալիս ժողովրդին։ Ի վերջո, եթե մենք վերցնենք Նիկոլ Փաշինյանին, ինքը հենց այդ 90 հետ սովետական անարդարություններից դուրս եկած այդ երիտասարդներ, որ այնտեղ չգիտեմ, իրան համալսարանից դուրս էին հանում, տշում էին, այնտեղ 95-96 թվականին ընտրակեղծիքներ էին լինում, չգիտեմ, ինչ-որ տարբեր խմբերի Հայաստանում ճնշում էին, խտրականության էին ենթարկում։ Ի վերջո, այս տղան այդ դրա մեջից դուրս եկած այդ հնարավորություններ, մի քանի հոգի տենց հնարավորություններ, այս մեկը եկավ գողացավ ժողովրդին հեղափոխությունը, որովհետև այդ պետք էր 2018-ին մարդիկ ուզում էին այդ հետսովետական անարդարության շրջանը վերացնեն, անդրակեղծարարություններ, չգիտեմ, ասենք օրինակ բանակից փողով եւ այլ ապօրինի ձևով իրենց երեխաներին ազատելը, չգիտեմ, հարուստները ավելի հարստանան, աղքատները ավելի աղքատանան, այս ամբողջ այս բանի մեջ վերցրեց այս տղան Նիկոլ Փաշինյանը, որը դեղին մամուլի խմբակիր էր, զազրախոս, ինքը վերցրեց այդ մեջից դուրս եկավ ժողովրդի այսպես ասած ու հաջողության հասավ։ Հիմա նույնը այս իրավիճակում պետք է լինի։ Հենց այդ ժողովրդի մեջից դուրս գալով, այս տարիների ընթացքում պայքարների մեջ տանջվելով, սովորելով, կապեր ձեռք բերելով, հմտանալով, ինքը պետք է հասնի այդ վիրուսին ոնց
բանը վիրուսը դառնում իշխանություն ինչ-որ բանից, հետո բռնապետական է դառնում։ Հետո անտիվիրուսն է սկսում աշխատացնել, որ այդ վիրուսը մաքրես։ Հիմա այդ process-ի մեջ ենք։ Հիմա երբ դուրս գա այդ անտիվիրուսը, երբ հաջողության կհասնի, իհարկե հասնի։ Ես ճիշտ եմ խոսեցի։